Աբովյան քաղաքի սննդի այս կետում սեպտեմբերի 7-ին հայտնաբերվել են երկու եղբայրների դիեր, կախված վիճակում։ Սննդի կետն իրենցն է եղել, հարևանների խոսքով նաև ունեցել են էլեկտրական տեխնիկայի խանութ։ Այս դեպքից օրեր անց էլ մի շարք քաղաքացիներ ահազանգում են։ Լուրեր են տարածվում, որ բոլորից ով ապառիկ է գնել իրենցից, ինչ որ մեծ պարտքեր ունեն բանկերում, մենք էլ տարիներ առաջ իրենցից վերցրել էինք։ Հեռուստացույց էինք վերցրել, ասեցինք ագրահարցում անենք։ Ագրահարցում արեցինք, հեսա փաստաթղթով ցույց է տալիս 6 բանկից եւ 1 վարկային կազմակերպությունից 2024 թվականին մարտ ամսին վերցրել են 1 օրվա մեջ 7.299.000 դրամ, որից այստեղ բանկերի պայմանագրերը հանել ենք, իրենք կատարել են վճարումներ, որտեղ մնացել է գործող վարկ 3.909.000 դրամ։ Անուշ Հովհաննիսյանը պատմում է, բանկից վարկի ու ապառիկի վերաբերյալ զանգեր ու հաղորդագրություններ են ստացել միայն եղբայրների մահվանից հետո։ Մինչև այդ դրանք պարտաճանաչ կերպով մարվել են։ Տեղեկանալուց հետո էլ բանկերից վերցրել են բոլոր պայմանագրերի պատճենները։ Ոչ մի տեղ չի համապատասխանում իմ ամուսնու ստորագրությանը, կան գրություններ, որտեղ էլի ձեռագրերը ամբողջությամբ կեղծված են, ընդհանրապես իմ ամուսնու ձեռագիրը չի, ստորագրությունը չի, որ իբր գիտակցում է, որ բարձր տոկոսով վարկա վերցնում համաձայն է պայմաններին ու ձևակերպվել է ապառիկներ։ Ունեցած փաստաթղթերով, ինչպես Անուշ Հովհաննիսյանն է պատմում, դիմել են ոստիկանություն։ Քննչական կոմիտեից էլ իրենց տվել են տուժող ճանաչվելու վերաբերյալ որոշում, որ ներկայացնեն բանկերին։ Բանկերից մեկը լուրերին հայտնեց, նման որոշման առկայության պարագայում կոնկրետ դեպքով պայմանավորված տարբեր կերպ են արձագանքում։ Կիմա Խաչատրյանն էլ է բախվել նույն խնդրին։ Որդին պետք է վարկ վերցներ, սակայն բանկից տեղեկացնում են, որ չի կարող, քանի որ մեծ քանակությամբ ապառիկներ վարկեր ունի։ Հետո եկել այս իրանց ասել են կարեն այս երկու օրը մենք կմուծենք իշ կլինի, բան մի արա էլ ուրիշ բան չանես, մենք այս երկու օրը կմուծենք։ Սակայն այդ խոսակցություններից օրեր անց գտել են եղբայրների դին։ Նման խնդիր ունեցող քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ իրենց անունով կեղծ ապառիկներն ու վարկերը ձևակերպվել են այն տվյալներով, որոնցով իրենք եղբայրներից ապառիկով էլեկտրոնային տեխնիկա են գնել։ Քննչական կոմիտեից լուրերին փոխանցեցին։ Եղբայրների մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի ինքնասպանության հասցնելը հոդվածով։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձեռագրաբանական, դատագենետիկական փորձաքննություններ։ Այս պահին քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, հավելեմ, որ կեղծիքի եւ խարդախության հետ կապված տարբեր հաղորդումներ ենք ստացել, որոնց վերաբերյալ նույնպես ունենք նախաձեռնված քրեական վարույթներ։ Այդ քրեական վարույթները միացվել են վերնշված քրեական վարույթին։ Թե ինչպես կարող էին կեղծ ստորագրություններով վարկեր ու ապառիկներ ձևակերպվել, հարցրինք կենտրոնական բանկից։ Նաև փորձեցինք ճշտել, արդյոք տուժող ճանաչվելու վերաբերյալ որոշումը բանկերին ներկայացնելու դեպքում քաղաքացիները կարող են որևէ օգնություն ակնկալել, կամ կա արդյոք նրանց շահերը պաշտպանելու այլընտրանք։ Գլխավոր դրամատնից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել, ինչն արել ենք։ Թե որքան է ապառիկների ու վարկերի ընդհանուր չափը, առայժմ պարզ չէ։ Մեզ հետ զրուցած քաղաքացիները պատմեցին, այս խնդրին միայն իրենք չեն բախվել, շատերը նոր են իմանում, որ փոքր ու մեծ ապառիկներ ու վարկեր ունեն։ Էմմա Վարդանյան, Էդգար Դավթյան, լուրեր։